Ողջույն, այդ վանական հեղափոխականը 4 տարի Ֆլորենցիայի փաստացի կառավարիչն էր, ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Խորստ Խերման Սավանարոլա, գիրքը հրատարակել է Պրոգրես հրատարակչությունը 1982 թվականին։ Սա Սավանարոլան է։ Ջիրոլամո Մարիա Ֆրանչեսկո Մատեո Սավանարոլան ծնվել է 1452 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆերրարայում, ծագումով հնամենի պադույական ընտանիքում։ 1475 թվականի ապրիլի 24-ին նա փախչում է Բոլոնիա, Դոմինիկյան Մենաստան։ Նա իր հետագա ողջ կյանքի համար ընտրում է կրոնական լինելու ճանապարհը։ Դրան զուգահեռաբար նա սկսում իր գիտական գործունեությունը, որոշում է դառնալ կրոնական քարոզիչ։ Ի վերջո նա հաստատվում է Ֆլորենցիայում, որտեղ Տոսկանայի կոնգրեգացիայի կողմից ընտրվում է գլխավոր վիկարիոս։ Իր նստավայրը Սան Մարկո տաճարն էր, Ֆլորենցիայի գլխավոր տաճարը։ 1494 թվականին Ֆրանսիայի Շարլ 8-րդ Վալուա թագավորը արշավում է Իտալիա։ Նա մտնում է Ֆլորենցիա եւ այնտեղից վռնդում է Պիերո Մեդիչին։ Ֆլորենցիայի փաստացի կառավարիչը դառնում Սավանարոլան։ Նա Ֆլորենցիան վերականգնում է հանրապետական կարգերը, կատարում է մի շարք տնտեսական, կառավարական, կրոնաբարոյական բարեփոխումներ։ Ֆլորենցիայի ազնվականությունը Մեդիչի տոհմի կողմնակիցները Հռոմի պապը չէին վստահում եւ ընդունում Սավանարոլային։ Երկար եւ համառ պայքարից հետո 1498 թվականի մարտի 18-ին Սավանարոլան իշխանազրկվում է։ Նա ձերբակալվում է, սկսում է դատական գործընթաց, որի արդյունքում դատանը վճռում է 1498 թվականի մայիսի 22-ին մահապատժի դատավճիռ է ընդունում դատարանը։ Հաջորդ օրը մայիսի 23-ին ժողովրդի հոծ բազմության ներկայությամբ դահիճները կախաղան են բարձրացնում Սավանարոլային, որից հետո նրա դիակը այրում են։ Սավանարոլան վերածննդի դարաշրջանի կարևորագույն գործիչներից մեկն էր։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։